Հարկ Տիրոջը սիրելիներ, եղբայրներ եւ քույրեր։ Մենք ունեինք մի հրաշալի եղբայր, որ հիմա Տիրոջ մոտ է, հապետ եղբայր։ Մեր նամիկուն եղբոր հայրն էր։ Միշտ էսպիսի խոսք էր ասում. Աստված ունեմ, դարդ չունեմ։ Բայց այս մի շաբաթվա մեջ ինձ համար մի ուրիշ բան էլ ապացուցվեց, որ մի փոքր էլ բան կարելի է միացնել։ Աստված ունեմ, դարդ չունեմ, ունեմ Հիսուսի այրունով գնված եկեղեցի, որի մեջ եմ, որ ոչ միայն Հայաստանում, Ջրվեժում, այլև աշխարհի բոլոր ծայրերում։ Հիսուսի այրունով գնված եկեղեցու մեջ լինելով, նաև դու պետք է մտածես, որ քո դարդը ուրեմն ամեն ինչ Տիրոջն է հանձնված եւ եկեղեցին, որի մեջ ես դու երջանիկ պետք է լինես։ Հետաքրքիր էր այս օրերը զանգում էին ու զանգում աշխարհի տարբեր երկրներից, այստեղ նույնիսկ զանգում էին, ասում ես Կիրակի օրը լինելու եմ հավաքույթի, խնդիր չկա, ամեն ինչ լավ է։ Եվ ամենամեծ հրաշքն էր, որ Նյու Յորքի եկեղեցին լսել էր, որ աստավիտ է արվում գնալը, որ արդեն տոմսերը բանականգնեցվում է գնալու, եւ սկսել էին ծոմեր պահել, աղոթել, լացել, այդպես Տիրոջ ողորմությամբ, եւ մտածում էինք, որ այս գիշերվա նույնիսկ օնլայն հավաքույթը կարող է ես չլինեմ իրանց հետ, բայց ավելի երկար, ավելի լավ ձևով, տենց հավաքույթ չէր եղել, որ այսօր գիշերը եղավ։ Մարդաներ գալիս, աստավիտ էր անում ամեն ինչ, վայի հետ խոսելուց հետո նոր հազիվ հանգստացել էր եւ ասի կգաս աղջիկս, երբ որ քննությունները բարձնես արձակուրդին օգոստոսի կգաս։ Այսինքն Աստված ունենք, դարդ չունենք, ունենք եկեղեցի այրունով գնված Տիրոջ, ինչ դարդ ունենք։ Այս օրերը մի հետաքրքիր միտք առաջացավ իմ մոտ, ես այդպես պարտավորվեցի, որ փոխանցել ձեզ սիրելի հարազատներ, որ մենք ամենաշատը դրա վրա այսօր պետք է կենտրոնանանք, որովհետև սատանայի միակ նպատակը, միակ հնարավորությունը դա է, որ մարդ արարածին եկեղեցուն մեկուսացնի, եկեղեցու մեջ այդ եթե մտցնում է, դա լինում է մարդու մեջ, ուրեմն թող իմանա, որ ինքը չի կարող ինքը լինել, չի կարող լինել երկնքի քաղաքացի։ Որն է դա, որն է այդ վտանգը, որ այդ վտանգը պետք է մենք միշտ ուշադիր լինենք այդ վտանգի վրա։ Դա, եթե հիշում եք, շատ եղբայրներ, շատ ենք ասել այդ մասին, որ ինչքան ճշմարտությանը մոտիկ եկեղեցի է լինում, ինչքան ճշմարտությանը մոտիկ մարդ է լինում, իսկական ճշմարտությանը, դա ամենավտանգավորն է իմացի։ Ամենավտանգավորը, երբ որ մարդը մոտիկ է լինում ճշմարտությանը, եկեղեցին մոտիկ է լինում ճշմարտությանը։ Գիտեք, շատ ճշմարտությունը կորցնելու համար, կոտրելու համար շատ միջոցներ է սատանեն օգտագործել այս դարերի ընթացքում։ Օգտագործել է գիտական աթեիզմ, որպեսզի բռնի կերպով վերացնի ճշմարտությունը, չի ստացվել։ Շատ Աստծո եկեղեցու մեջ, ճշմարտության մեջ գնացողների բանտեր, նահատակներ, զոհվել, եղերն, քրիստոնյա մնալու համար զոհվել են մեր նախնիները, բայց չի կարացել կոտրել։ Եվ մի հեղինակավոր անձնավորություն ասում է, ամենամեծ սերմը քրիստոնեության ճիշտ
աստվածապաշտ մարդկանց շատանալու համար դա քրիստոնյայի այրունն է, ամենաուժեղ սերմը, որը թափվում է եւ ավելի են աճում։ Մեկը զոհվեց, հարյուրավորներ, հազարավորներ, տասնյակները ավելանում են։ Այնպես որ եւ անցել է ուրիշ գործնեության, ուրիշ տարբերակի, որն է այդ տարբերակը։ Մարմնավորը խառնել հոգևորին։ Այսինքն, օրինակ, երգողը, որը երգում է, աշխարհիկ ձևեր տա երգելուն։ Քարոզողը, որը քարոզում է, սկսի էմոցիոնալ ինչ-որ շարժումներ անել։ Աստծո խոսքը խոսելուց նմանակներ, նմանվել ինչ-որ մի հեղինակավոր անձնավորությունների, որոնք եղել են աշխարհում տարածված, Բոնկի, Յոնգի, Չո եւ այլ եւ այլ։ Աստծո խոսքը, ասողը, աղոթողը, իբրև ինքը մարգարյանում է։ Իբրև ինքը չի խոսում, խոսում է Տերը։ Այսինքն այդ բոլորը, այսինքն իրենը չի, բայց ինքը ուզում է, որպեսզի մտցնի մի ուրիշ բան, որպեսզի գեղեցկացնի։ Եվ դա կոչվում է խառնել իրար։ Նյութականը խառնել հոգևորին։ Հիշեք, սիրելիներ, Հիսուսը երբ որ Գողգոթայում խաչվում էր, այդ ժամանակ Գողգոթայի սարը այդպես ոչ կանաչապատ, ոչ գեղեցիկ սար էր, ոնց որ անապատ լիներ այդ սարը, եթե ուշադրություն դարձրել եք, որպեսզի մարդը նայելով Հիսուսի խաչին այնտեղ ուրիշ բան չտեսներ, այնտեղ տեսնել միայն Հիսուսը խաչված եւ ուրիշ ոչ մի ուշադրություն չգրավեր։ Այստեղ սիրելիներ, մենք ուշադրություն դարձնենք Մատթեոս ավետարանի 7-րդ գլուխ 15 խոսքը։ Մատթեոս 7:15։ Ինչ է ասում Աստծո խոսքը։ Զգուշ կեցեք սուտ մարգարեներեն, որոնք ձեզի կուգան ոչխարի հանդեզներով, բայց ներսեն հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղներին պիտի ճանչնակ զանոնք, մի թեփուշերեն խաղող կքաղեն կամ տատասկեն թուզ։ Մենք ինչ ենք տեսնում, տեսնում ենք պտուղներ, մենք տեսնում ենք գործողություն։ Առանց ինչի է կանգ առնում սուտ մարգարաների վրա, ինչի է շեշտը դրվում, որովհետև այդ գործողությունը երկնային է, եւ երկնայինը, երբ որ մարմնավոր ձևով վերցվում է, դարձվում է երկնային, մարդիկ գնում են դրան, մարդիկ հարում են դրան եւ տեսնում են, որ երբ որ իրան միտքն է ասում, բայց ասում Աստված ասում, դա ամենավտանգավոր բանն է։ Այդ բառը երկնային բառ է մարգարեությունը, այդ բառը դասախոսություն չի, այդ բառը գիտություն չի, այդ բառը ինչ որ երկրավոր, ինչ որ մի ծրագրային, ինչ որ մի բան չի, այդ մարգարեություն բառը երկնային է եւ որն է դրա վտանգը, որ երբ որ ասում է մարգարեություն, այդ ժամանակ որ Տերն է ասում, այսինքն երկնքից է, այսինքն դուք չգիտեք, ես գիտեմ, ես Տիրոջը մոտիկ եմ, կամ ասում է Տերը ինձ հետ խոսեց, Տերը ինձ այսօր էսի ասել է, զգուշ եղեք, այսինքն Տերն ասել, բայց պատահում է իր միտքն ասում։ Դա վտանգավոր է, դա նշանակում է խառնել, այդ խառնելը արդեն անթույլատրելի է։ Պատահումացիությունն է խառնում, այսինքն ասում է, շատ անգամ է օրինակ ասել, որ գնա տատիկին օգնի, ասում է հոգիս չառաջնորդեց։ Ծույլը չի ուզում գնալ, ասում են ուրեմն ինչքան երկնային երիտասարդ քույրիկա կամ եղբայրը, որ իր հոգին պետք է առաջնորդի, ուրեմն գնար կարող է սխալ լինել, բայց Սուրբ Գիրքը տենց չի ասում։ Սուրբ Գիրքը տենց բան չի ասում։ Սուրբ Գիրքն ասում է բարին գիտենալ չանելը մեղք է։ Տատիկին գիտես, որ պետք է օգնել, չես օգնում։ Բարի գործ պետք է անել, չես անում, դա չի կարելի ասել հոգից չառաջնորդեց։ Այսինքն ամեն ինչ մարդը անում է, որպեսզի խառնի, որպեսզի ուշադրությունը գնա
ասենք այդ գեղեցկացրածին կամ երկողը երգում ուզում է նմանվել մի հատ աշխարհիկ երգչի շարժումների, նվագողը ուզում է թխ-թխ գոծանել, այդպես շարժումներ աշխարհիկը խառնել, ոչ սիրելիներ, հոգևորը բնական է, հոգևորին ոչ մի բան պետք չի խառնել։ Եվ Մատթեոս ավետարանի 10-րդ գլուխ 7-ից 10 խոսքերը, երբ որ Տեր Հիսուս աշակերտներին ուղարկեց քարոզելու, ասեց ոչինչ չվերցնեք ձեր գոտիներու մեջ։ Ոսկի, արծաթ, պղինձ, թագարժեք իրեր, ինչ որ ձեր հետ պարկեր մի պտտցրեք, բաներ վերցրեք։ Ընդամենը մշակը իր կերակուրին արժանի է։ Կերեք եւ ուրիշ ոչինչ։ Որ շարունակեք աշխատել։ Թույլատրվում է ուտել ընդամենը, որպեսզի կարողանաս գոյատևել ու շարունակել, բայց վերցնել մի բան անթույլատրելի է։ Նյութականը ինչ որ նյութականով խառնել, նյութականը պետք է լինի, նյութականը պետք է իր տեղ լինի, նյութականը չի կարելի հոգևոր երանգներ տալ հոգևորի նյութականի միջոցով, գեղեցկացնել եւ մարդիկ ուշադրությունը դարձնեն գեղեցիկ նյութերի վրա։ Գիտեք, աշխարհում այդպիսի արգելանքներ կան, որոնք են այդ արգելանքները։ Կա ցանկապատեր, կա պարիսպներ։ Պարիսպներ կան մարդկանց տների շուրջը հարևանից բաժանվելու համար, իմանալու իրենը, նրանից են կոմիրանը չի։ Կա պետությունների մեջ պարիսպներ, ցանկապատեր, այս պետությունը ունի իր օրենքները, իր կարգ ու կանոնը, ցանկապատա դնում, կողքի պետությունը ունի իր օրենքները, կարող է լրիվ տարբեր է օրենքները։ Երբ որ խառնվի, ինչ է լինում հետևանքը, չի կարելի։ Բաժանումը պարիսպներն է, դրա համար հոգևորի եւ մարմնավորի մեջ պետք է լինեն պարիսպներ։ Մարմնավորը պետք է։ Տեր Հիսուսի ժամանակ էլ կար գանձանակ, եւ այդ բոլորը իր տեղում էր, նա չի խառնվում, չի կարելի, եղել են դեպքեր, որ հոգևոր երգը աշխարհիկ ձևով ներկայացում է, մի հատ սարսափելի բան է ստացվում, որը չի կարելի խառնել։ Սատանան միշտ խառնելու մեջ է, այդպես կա չէ, լսել եք էկոնոմիկ շարժում։ Բոլոր հավատացյալներ, մուսուլման, բուդայական, ամեն ինչ խառնել իրար եւ մեկ Աստծո են պաշտում։ Ուրա տանում այդտեղ նպատակը մի բան է, որպիսի խառնաշփոթության մեջ սութը կարողանա ճշմարտության տեղը գրավել։ Աստծո չասածը դա Աստծո ասացի տեղը գրավել։ Սութը ճշմարտության մեջ, այսինքն խառնաշփոթության մեջ միշտ սատանան իր գործն անում է։ Սա ամենավտանգավոր բանն է, սիրելիներ։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնենք մի կարևոր կետի վրա էլ։ Որն է այդ կարևոր կետը։ Այդ կարևոր կետը որը մարդուն էակին է, ուրեմն մարդուն է վերաբերվում արդեն, ոչ թե մարդու որոշ գործնեությանը, իր կազմակերպությանը, իր ինչ որ մի գործնեության, այլ անձին, որը պետք է կոչվի ինքը երկնքի քաղաքացի։ Մենք մանավանդ ամուսնության ժամանակ միշտ այդ տողերը կարդում ենք Երկրորդ Կորինթացիս 6-րդ գլուխ 14 խոսքից ուզում եմ կարդալ։ Այստեղ մի կարևոր բան, որ ուզում եմ ուշադրություն դարձնենք, Երկրորդ Կորինթացիս 6-րդ գլուխ 14 խոսք։ Այստեղ մարդ արարածի, որը իր կյանքի կարևոր բան է, տեղի ունենալու, ընտրելու է իր օգնական, իր կողակից եւ 6-րդ գլխում
կարդում ենք այդ տողերը, որ միշտ իր հետ պետք է լինի մինչև իր կյանքի ավարտը, այսպիսի խոսք ասում. անհավատներու հետ օտարախառը նլծակից մի լակ, քանզի ինչ մասնակցություն ունի արդարությունը անօրինության հետ, եւ ինչ հաղորդակցություն ունի լույսը խավարի հետ, եւ ինչ միաբանություն ունի Քրիստոսը Բելիարին հետ, կամ ինչ բաժին ունի հավատացյալը անհավատի հետ, եւ ինչ հարմարություն ունի Աստծո տաճարը կուրքերուն հետ, բազի դու կենթանի Աստծո տաճար եք, ինչպես Աստված ասավ, թե անոնց մեջ պիտի բնակվիմ ու անոնց մեջ պիտի քայլեմ, եւ անոնց Աստվածը պիտի լամ, ու անոնք ինձ ժողովուրդ պիտի լան, այսօր համար ելեք անոնց միջեն, ու զատվեցեք կսե Տերը, պիղծ բանի մի դպչեք, ու ես ձեզ պիտի ընդունեմ, եւ ես ձեզի հայր պիտի լամ, ու դուք ինձի տղակներ ու աղջիկներ պիտի լաք, կսե ամենակալ Տերը։ Մարդ, որի համար Աստված իր որդին, իր միածին որդին ուղարկեց, որպեսզի մարդը դառնա երկնքի քաղաքացի։ Գիտեք, շատ անգամ ասում այդ մասին, երկրի վրա տարբեր կյանքներ կան։ Կա թռչունի կյանք, կա ձկան կյանք, կա կենդանու կյանք, կա մրջունների կյանք, կյանքներ են, բոլորի կյանք են, բուսական կյանք, ծառերի, վերջապես կյանքներ են բոլորը։ Կա մարդու կյանք, կա հրեշտակների կյանք եւ աստվածային կյանք։ Աստված իր որդուն ուղարկեց, որ մարդկային կյանքից տեղափոխի ոչ թե հրեշտակային կյանք, տեսեք ինչ գերագույն է հրեշտակային կյանքը, բայց տեղափոխի աստվածային կյանք։ Եվ աստվածային կյանք մարդ արարածը ուզենալով, ցանկանալով իրեն ինչ տրված է դա պետք է օգտագործի։ Իրեն ինչ ունի, ինչ տրված է դրանով ինքը պետք է դրսևորի։ Իր ունեցածով, ոչ թե ուրիշի ունեցածով, ոչ թե աշխարհի գեղեցկություններով, ոչ թե Աստծունը վերցնելով եւ օգտագործելով որպես իրենն է։ Ինքը մարդկային միտքը ասի եւ ասի Աստված այսօր գիշերը ինձ հետ խոսեց։ Զգուշացեք, Աստված խոսեց, այդպես չի երկնային քաղաքացին, ինչ տրված է քեզ, ինչ տրված է ինձ, դրանով դու կոչվելու ես, դա գործնականով, ոչ թե լեզվով, ոչ թե խոսքով, ոչ թե ասելով, այլ քո ունեցած օգտագործելով։ Դրա համար մենք շատ ու շատ հայտնության մեջ 21-27-ում ուղիղ է այդ մասին ասում։ Հայտնություն 21-27, տեսեք, կոնկրետ է ասում, հոն բնավ, անմաքրությունը պիտի չմտնի, ոչ ալ պղծություն ու ստություն գործող մը մարդը, որը պղծություն, ստություն գործողը սուտ հա չէ, ասում է Տերն ասում, այսօր գիշերը ինձի ասել է, ես այդ օրինակը շատ եմ բերել, նորից բերում եմ այդ օրինակը, ուրեմն Իսպանիայում էինք մի եղբայր էր եկել, հովիվ եղբայր Հայաստանից, Իսպանիայում հավաքույթ էին կազմակերպել եւ հավաքույթ էին անում, այս եղբայրը լավ քարոզեց, այսօր գիշեր դե առաջի անգամ է տեղ լինում, ժողովուրդը նոր են, ժողովուրդը չեն ջոկում, գիտեն երկինքից հենց նոր իջավ, իր խոսալուց երև մեր, դե ես որոշ հետո հումորով բանով իր հետ խոսեցի, ասում է, այսօր Տերը ինձ հետ գիշերը խոսեց եւ սկսեց քարոզել, ուրիշ բան պետք չի, Տերը խոսեց եւ քարոզում է, իր մտքերն ասում, երբ որ դուրս եկանք, հաջորդ օրը գալիս ենք Մարսել, Մարսելում էլ էր հավաքույթ, էլի կազմակերպել էին հավաքույթի սկսվելուց նորից նույն բառերը ասեց, նոր սկսեց քարոզել, գնում են Գերմանիա, հետև մենք ենք նստած, եղբայրները տանում են, եղել է հավաքույթ կազմակերպած մի քաղաքում, նույն բաները ասեց, նոր քարոզեց, ասի եղբայր ջան, հետև նստած, որ հետ էլ ասեց, արդեն նոր միջև հետ ասի տելա ոչինչ, կանցնի երևի, բայց տենում չէ շարունակում է, ասի եղբայր ջան, ես քեզնից հին եմ, ճիշտ է հա, ես բավականին երկար տարիներ հավատքի մեջ եմ եղել, ճիշտ է, երկուսը լավ ենք, բայց ես քեզնից հին եմ,
Տերը մարդուն մոտենում է մի քանի ձևով. տեսիլքով, երազով, ձայնով եւ որևէ մեկի խոսքով, Տերը մարգարեություն է լինում, Տերը տենց է, իմ ասում ես Տերը ինձ հետ խոսեց, քեզ հետ Տերը ոնց խոսեց։ Դե ասում է ես տենց մտածեցի, ասում բայց դու մտածեցիր, մենք հլում ենք Աստծո խոսքը խոսելու, մեր մտածածը ասում ենք, այսպես սրտումս կա։ Սխալ էլ խոսեմ, Պետրոսի տեղը Պողոս ասեմ, չեն ժողովուրդը գայթակղվի, ասեմ դե իմ անգրագի հետ կարող է ինչ-որ մի բան ասեց, ոչինչ, ներեմ են բայց որ ասում ես Տերը գիշերը ասեց եւ հենց կանգնի ասում է Պետրոսի փոխարեն Պետրոսի հասարակ բառ Պողոսի ասածն է ասում ասում ոնց Տերը սուտ խոսեց դու պատկերացնում եք ինչ ես անում դու եղբայրներ քույրեր ինչ ես խառնում ինչ ես ասում մի բան որ այդպես չի որ քո միտքն ասում ես եւ կարող ես սխալ ասես դրա մեջ վտանգ չկա բայց որ ասում ես Տերը երկնային ես ասում անթույլատրելի է դա չի կարելի խառնել դրա համար մի բան շատ անգամ ենք ասել որ Տերը գալու է իր եկեղեցին տանելու այդ մասին առաջինը ինձ է վերաբերվել ես շատ եմ խորացել դրա մեջ մտածել եմ որ մեզ ինչ որ տրված է դա է Տերը պահանջում մեզ տրված է մեզ չի տրված երկինքը սավառնել թռնել դրա չի պահանջում ինչի դու ես սավառնում չի տրված մեզ տրված չի բաներ որը մենք իրավունք չունենք անելու են որը մեզ տրված չի ինչ է մեզ տրված է Մատթեոս ավետարանի 25-րդ գլուխ նորից եմ ուզում կանգ առնել այդ մտքի վրա Մատթեոս ավետարանի 25-րդ գլխում կարդում ենք որ եւ ամբողջ աշխարհն է սպասում Հիսուսի գալստյանը գալու է եւ եկեղեցին ջոկելու է բաժանելու է երրորդ մասը չկա կա աճ եւ ձախ երրորդը չկա երրորդ խմբավորում չկա չասեց այս խմբավորումները հետո կասվի ինչ որ որոշ խմբավորումներ գրված է որ երբ որդին մարդու իր փառքովը գա որին սպասում ենք այդպես գրված է չէ ինչպես որ գնաց այտենց էլ պետք է գա բայց տարբեր պետք է գա ոչ թե որպես գար որպես զոհվելու խաչը բարձրանալու այլ գալու է որպես ահեղ դատավոր երբ որդին մարդու իր փառքովը գա եւ իր բոլոր սուրբ հրեշտակներին հետ այնատեն իր փառած աթոռը պիտի նստի անոր առջև պիտի ժողովեն բոլոր ազգերը ու զանոնք իրար մե պիտի զատե ինչպես հովիվը ոչխարները տեսեք ինչ օրինակ է բերում ինչպես ուրեմն հովիվը ոչխարները այծերեն կզատե ոչխարները իր աջ կողմը պիտի կայնեցնե ու այծերը ցախ կողմը վերջացավ բոլոր ազգերեն երկու մասի է բաժանվում եւ այստեղ ոչ մի հրաշքի մասին մենք չենք խոսում ոչ մի երկնային գործնեություն օգտագործելու մասին չենք լսում չի ասվում որ դու մարգարեացար որ դու քարոզեցիր դու հովիվ եղար դու աջ կողմը այտենց բաներ չի ասում դու հրաշքներ գործեցիր մարգարեացար դու ընդհակառակը լեռան քարոզի մեջ մենք կարդում ենք հակառակը որ լեռան քարոզի մեջ կարդում ենք որ այդ օրը պետք է գան այդ օրը այդ բաժանման օրը ինչ ասեն շատերը այն օրը պիտի ասեն Տեր քո անունովը մարգարեություններ ենք Եվ քո անունովը դևեր հանեցինք ու քո անունովը շատ հրաշքներ էինք այնատեն հայտնապես անոնց պիտի սեմ թե ես բնավ ձեզ չէի ճանաչել արել եք բայց ձեզ չէի ճանաչել ինչ է կարել դուք եք արել դուք եք խառնե երկնայինը վերցրե խառնել եք ինչ է կարել դա կլինեն սիրելիներ 60-ական թվականներին Երբ որ ես նոր ապաշխարելին վրա մեծ ազդեցություն է թողել։
Երբ որ լինում էր մարգարեություն, Ուկրաինայից գալիս էին մեր եղբայրները, քույրերը եւ մենք երեխայի պես պոլին նստած նայում էինք թե ոնց են լինում էին մարգարեներ։ Մարգարեն ասում էր, մարգարեանում էր ու ընդհանրապես ինքը գործում արագ գրում էին ու իրան հանում էին։ Ինքը ընդամենը գործիք էր օգտագործում, ոչ թե ինքը ինչ որ բաներ ասում է, բաներ անում։ Ինքը հետևում էր, որ ընդունեք, որ չընդուներ, նեղանար, դենց բաներ գոյություն չունի։ Եկեղեցին ստուգում է, եկեղեցին է վերլուծում, եկեղեցին է վերաբերվում։ Նա ընդհանրապես տեղյակ չէր թե ինչ է խոսում։ Նրա միտքը ընդհանրապես երկնային էր դառնում։ Այսպես ենք մենք սովորել, այդպես ենք տեսել, բայց հետո երբ որ ընկան խառնաշփոթություններ, այդ ժամանակ ինչքան եկեղեցիներ քանդվեցին։ Ինչքան ավիրումներ եղան, ինչքան բաժանումներ եղան։ Երբ որ մարդը պնդում է, ես տեսել եմ, դու պիտի ընդունես, չես ընդունում, վիրավորվում է, ոնց թե։ Սա ինչ կապ ունի հոգեբանության, սա խառնաշփոթություն է։ Դրա համար սիրելիներ, մենք ինչ ենք տեսնում։ Աստված մարդուց պահանջում է այնինչ ունի, ինչ ունի։ Ինչ ունի ինքը։ Ինքը կարող է տեսնելով հիվանդին գնա այցելության։ Էդի կարա անի։ Կարող է ասի ես իմ հոգին չարաշնորթեց գնայի։ Այդ դա արդեն ճիշտ չի։ Հիվանդը գնա այցելության։ Հիվանդը աղոթի։ Ինքը կարող է տեսնի, որ սովածա կերակրի։ Էդի իրան տրվածը ինքը այդ ուժը ունի, եթե ունի, կարող է։ Ինչքան ունի։ Կարող է, եթե ունի, չի անում, արդեն դու ինքը մտածի։ Դուք ինչ ասում։ Անոթեցա ինձի ուտելիք տվիք, ծարավեցա ինձի խմեցուցիք, դա կարող էիք անել, եւ արեցիք։ Օտարական էի զիս ներս առիք, մերկ էի զիս հագցուցիք, հիվանդ էի ինձի տես եկաք, բանտի մեջ էի ինձի եկաք։ Գիտեք ինքան են զանգ էի սորերը խմբերով գալիս են, ասի կիրակի օրը գալիս են, ոչ մի անակ ստացի գալիս եմ։ Գյուղից էին էլ, ասի գյուղ եմ գալու էսա։ Այսինքն սիրելիներ, ես հիանում եմ, ես ուրախանում եմ, փառք եմ տալի Տիրոջը, դրա համար էլ ավելացնում եմ, որ ես ուրախ եմ, որ ունեմ Հիսուսը այդունով գնված ժողովուրդ, որի մեջ եմ ես չեմ ուզում մի քայլ հեռու լինեմ։ Դրա համար այն ատեն արդարները արդեն երկնային քաղաքացի է կոչվում, արդար Հիսուսի այրունով գնված ժողովուրդը, այն ատեն արդարները, արդարացված ժողովուրդը, երևում է ինչպես երևաց։ Այն ատեն արդարները անոր պատասխան պիտի տան ուսեն, Տեր, երբ քեզ տեսանք, անոթացած տեսանք ու կերակրեցինք, կամ ծարաված խմեցուցինք, երբ քեզ օտարական տեսանք եւ ներս առինք, կամ մերկ ու հագցուցինք, երբ քեզ հիվանդ բանտի մեջ տեսանք ու քեզի եկանք։ Թագավորը պատասխան տալով պիտի ասի անոնց. ճշմարիտ կսեմ ձեզի, քանի որ իմ այս եղբայրներես ամենեն պզդիկեն մեկուն ըրիկ ինձ իրիկ։ Մտքովը չի անցնում։ Ինչ հնարավորություն ունի էտա օգտագործում։ Ինքը ինչ որ բաներ խառնաշփոթություններ չի սարքում։ Չի բաներ անում, որ խառնվի իրար, որ Տերը չի ասե, Տերը չի արե, ինքն է գեղեցկության համար երկնայինն է ինչ որ իրանը չի խառնում է։ Դերասանինն է խառնում երկի ժամանակ։ Նվագողը դերասան նվագողների ձևերն է խառնում։ Քարոզողը գնում գալիս էմոցիոներով է քարոզում։ Ոչ։ Ինչպես որ կա, Տերը այդպես է ուզում, ուրիշ բան չի ուզում։ Եվ հակառակն էլ մենք ինչ ենք տեսնում, քեզի տենային կգայինք, բայց քեզ չտեսանք։ Ախ, այտենց չի։ Իմ պահանջը, որ դուք ինձի տենակ նոր անեք, իմ պահանջն է, են խեղճին, են աղքատին, են մերկին, են սովածին արեք, դրանով էդ ինձ եք անում։ Իմ պահանջը դա է, դուք նորություններ մի անեք, նորություն, մի այդպես եղել են դեպքեր, որ քույրիկը գլխաշորով երեխուն ստիպել է, որպեսզի գնա դասի, գլխաշորով։ Միշտ աղոթում ես, պետք է գլխաշոր կապես։
Այսինքն կարող է պատեհ ասել, վարորդը մեքենան վարում է, դե ուրեմն աչքերը պետք է փակի։ Պատկերացնում ես, ինչ ծայրահեղություն։ Ոնց որ Պետրոսն էր ասում, մենակ ոտերես չէ Տեր Հիսուս, գլուխս լվաց երեցես։ Նորություններ մի արա, ոտքերը լվալը զատուրիժ բան պետք չէ։ Մենք ինչ ենք այստեղ տեսնում, Տիրոջ պահանջը, որ դու նրան արեցիր, ինձ արեցիր։ Տիրոջ պահանջը, նրան օգնեցիր, ինձ օգնեցիր։ Քո ուժի, քո հնարավորության չափով։ Դու քեզնից նորություններ, ինչ որ բաներ մի բեր խառնի։ Նյութը լավ բան է, բայց նյութը իր տեղում պետք է կոչվի նյութ։ Երկնայինը իր ձևով պետք է ներկայացվի։ Ինչ ունես Տերը քեզանից դա է պահանջում։ Եվ մենք տեսնում ենք, մարդիկ են եղել, որ իրենց հնարավորությունը օգտագործվել են Տիրոջ փառքի համար եւ իրենց անունները գրվել է։ Հատուկ մարդիկ են եղել, օգնել են եկեղեցիներին, բարի գործ են արել։ Մտել է Հոսեփը Հիսուսի մայրմինն է խնդրել իր կյանքը վտանգի տակ դնելով։ Պիղատոսից տեսեք սիրելիներ, վտանգի տակ, բայց իր անունը գրվեց գեղեցիկ տառերով, դարերով եկավ հասավ մեր օրերը, արեց այդ մարդը, բարի սամարացին դրեց, օգնեց, ասեց մնացածն էլ հետո կտամ, ուրեմն հնարավորություն ուներ և գրվեց։ Դրա համար սիրելիներ, ինչ որ ունենք, Տերը դա է պահանջում և ինչ է գրված վերջում Այն ատեն պատասխան պիտի տանանոնց ուսեն, ճշմարիտ կսեմ ձեզի, որովհետև ինչ որ ասոնց մե ամեն պզդիկներեն մեկուն չերիք, ինձի չերիք, չարիք, անդին անցակ, ինձի չարիք, կանգնել ես մեքենայով, տատիկը կանգնել է, ինչ չես նսցնում, ճամպիս վրա չի, այդպես խոսք եմ ես լսել, ինչ ճամպի վրա, Եղբայր ջան, մեքենա ունես, տար տատիկին տուն, հելը օգնի, հանի, վերև արի, անդին անցնում, ասոնք պիտի երթեն հավիտենական տանջանք, իսկ արդարները նորից առաջից կրկնեց, ասեց արդար, նորից հիմա կրկնում է արդարները, իսկ արդարները հավիտենական կյանք, էսա, խառնել չի կարելի սիրելիներ, խառնելու ժամանակ իմանանք, որ ճշմարտությունը միայն կորցնելու համար է, Աստծո պահանջը, որպեսզի շուք գցի վրեն, շոր գցի վրեն, ծածկվի Աստծո պահանջը և ներկայացվի նմանակը, որը հենց սատանայի նպատակն է։ Աստված օգնի մեզ բոլորի սիրելիներ։ Երկնքի քաղաքացին սա է։ Գանք աղոթքով Աստծո առաջ